Իրանի արտաքին գործերի նախարարը այցելեց Հայաստան, նախ այս փուլում, երբ Երևանն ու Բաքուն այսպես փորձում են խաղաղության պայմանագրի հարցում վերջնական համաձայնության գալ, ինչ մեսիջ ուներ նախարարի այցը Հայաստան։ Պարոն Արարչի, այս աջակցություն էր խաղաղությունի պայմանագիրի շուրջ եւ աջակցություն էր Հայաստանին եւ պարոն Արարչի նորից վերահաստատեց Իրանի դիրքորոշումը Իրանի սկզբունքային հարցերով տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանի ինքնաիշխանությունը եւ գեոպոլիտիկ փոփոխությունը անընդունելի լինել է Իրանի համար նորից շեշտեց դա սկզբունքներ են եւ նաեւ պարոն Արարչիը շեշտեց, որ Իրանը գոմ է ճանապարհների ապաշրջափակումը, եթե դա լինում է հարգելով Հայաստանի ինքնաիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը այդ փուլում աջակցություն էր Իրանի կողմից այդ խաղաղություն պայմանագիրին, եթե դա տեղի ունենա այդ համաձայնությունը տարածաշրջանում եւ կարողանանք երկարաժամկետ անվտանգությունը հաստատենք տարածաշրջանում, դա Իրանի շահից է բխում, որովհետեւ թշնամիները բոլոր ուղղություններով փորձում են Իրանին հարվածան, Անդրկովկասել մի ուղղություն էր, որ Իսրայելը ակտիվ էր 2020 թվականի պատերազմում աջակցեց Ադրբեջանին եւ պատերազմի գոմ կայնեց դա եւ մինչեւ հիմա էլ զենքով աջակցում է Ադրբեջանին եւ փորձում է տարածաշրջանում բալանսը խախտի, անվտանգության բալանսը իուկուտ Ադրբեջանում պահի եւ դա է վտանգավոր Իրանի համար եւ Իրանը այդ սպառնալիքները չզուգացնելու համար պետք է աջակցի Իրան, Հայաստան եւ Ադրբեջանի մինչեւ տեղ ունենա խաղաղություն դա Իրանի շահից է բխում եւ նաեւ Հայաստանի շահից։ Արդյոք Թեհրանի այս հստակ դիրքորոշումը այս փուլում Բաքվի համար ինչ-որ սթափեցնող ազդակ կարող է լինել։ Միանշանակ, եթե Իրանը տարածաշրջանում խաղացող է եւ Ադրբեջանը դա գիտակցում է, եթե Իրանի գործունե չլիներ, շատ ավելի նեգերդումներ կարար ունենար եւ ավելի ճնշումներ կարար օգտագործեր Հայաստանի վրա, մենք ականատես ենք եղել մի անգամ Էրդողանի հարցազրույցում, որ նշեց, որ Էրդողանը նշեց, որ եթե մինչև հիմա Զանգեզուրի միջանցքը իրականություն չի դարձել, դա Իրանի գործուն է, Իրանը չի թույլ չի տվել, դա ցույց է տալիս բոլոր կողմերի համար, դա հստակ է, որ Իրանը լուրջ խաղացող է տարածաշրջանում եւ Իրանի կարծիքը պետք է հաշվի առնեն, դա մեսեջ է նաեւ Ադրբեջանին, որ հենց Երևանից պարոն Արարչիը շեշտեց, որ Իրանը սկզբունքային հարցերում ամուր կայնած է եւ էլի իր կարմիր գիծը չի զիջել եւ ամուր կայնած է կարմիր գիծի վրա եւ թույլ չի տալիս իրանց նեգերդումները Հայաստանի տարածքային ամբողջականությունի վրա տեղի ունենա։ Պարոն Հոսեյնի, Թուրքիայում այսպես ներքաղաքական լարումներ են, նախ արդյոք դուք կանխատեսում եք Էրդողանի դիրքերի թուլացում եւ արդյոք այս լարումը ներքաղաքական տարածաշրջանի վրա ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ, մասնավորապես նաեւ հայ-ադրբեջանական գործընթացի վրա։ Իհարկե, Թուրքիայի ներսում ինչ որ տեղի ունենում կարող է Էրդողանի դիրքները ներքաղաքական վիճակներում թույլատնի եւ դա գեբերի միջազգային առումով էլ Թուրքիայի դերը կթույլանա, բայց մենք պետք է նկատի ունենանք, որ եթե ինչ որ իշխանափոխություն էլ տեղի ունենա Թուրքիայում, կարող է այլ ուժեր էլ նույն ձևի
նեգերդումներ ունենան նույն ձևին իրանց քաղաքությունները թուրքական փանթուրքիզմի քաղաքությունը Իրան առաջ տանեն մենք պետք է զգուն լինենք բայց այդ հարցով բայց ամեն դեպքում եթե այս պահին այդ փուլում Թուրքիայի դերը եւ Թուրքիայի դերը թույլանումը դարաշրջանում դա ժամանակ է դարիս մի որոշ երկար ժամանակ է տալիս Հայաստանին եւ Իրանին որ կարողանան այդ խախտված բալանսը ամենտանգություն բալանսը վերականգնեն եւ ավելի երկարաժամկետ կարողանան համատեղ դարաշրջանի անվտանգությունը պահպանել Իսկ դուք տեսնում եք ինչ որ հակասություններ Անկարա-Բաքու հարաբերություններում այս փուլում կապված նույն խաղաղության պայմանագրի հետ տպավորությունը, որ Անկարան ավելի շտապում է, Բաքուն ավելի փորձում է ձգձգել process-ը, ունեք նման տպավորություն։ Բաքուը փորձում է ավել ստանա միշտ իրանց նեգերդումները, իրան չեն բավարարվում այդքանով, փորձում են սպառնալիքների միջոցով, ջնջման միջոցով ավելին ստանան, ինչ որ հիմա կա փաստաթուղթում, բայց մենք պետք է ամեն դեպքում բոլոր կողմերը պետք է աջակցեն Հայաստանին, որ Հայաստանի դիրքերը ամուր լինի բանակցությունների մեջ եւ ոչ մի զիջում չի գնա Հայաստանին, ինչքան ավելի երկիրներ Հայաստանի կողքը լինեն, Հայաստանի մեջքում կայունացնեն Հայաստանի դիրքերը բարձրանում է եւ Իրան այդ փուլում կարող է բավարարվեն ինչ որ հիմա կա սաղանի վրա եւ թուղթի վրա, փաստաթուղթի վրա։ Պարոն Հոսեյնի, պարոն Արախչին նշեց, որ Ամերիկայի նախագահի նամակին Իրանը դեռ չի արձագանքել, այս փուլում ինչ զարգացումներ սպասել։ Իրանը հայտարարել է, որ բարդադրանքի եւ սպառնալիքների ներքո չի բանակցելու ուղիղ Ամերիկայի հետ եւ նաեւ մաքսիմում ջնջման տակ չի բանակցելու բանակցությունները բազ են Իրանը չի հրաժարվում որ բանակցի միացանների հետ բայց դա կարող է միջնորդված լինի ուղիղ բանակցությունը այս փուլում Իրանը արգելել է Իրանի հոգևոր առաջնորդ է այդ պայմանները որ Միացյալ Նահանգները դնում Իրանի դեմ անընդունելի է Իրանի համար հույսով ենք որ միջնորդների միջոցով դա կարող է լինի Եվրոմիությունը կարա լինի Ռուսաստանը միջնորդների միջոցով Իրանը կարողանա բանակցի եւ բանակցությունը պետք է լինի արդար եթե արդար լինի կարող ենք հույս ունենալ որ ինչ որ համաձայնություններ կարող է երկու կողմը կան եթե արդար չլինի եթե ավելի ուզենա Թրամփի վարչակազմը դա անընդունելի է Իրանի համար եւ Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ է Իրանը ամուր իր դիրքում գայնած է եւ ոչ մի զիջում չի գնա միայն բանակցությունները կարան լինեն միջուկային զրագիրի շուրջ եւ բաժամիջոցների շուրջ եթե ավել ուզեն որը այդ նամակով Թրամփը այդպես կարանք ասենք որ շատ ավելի է ուզեցել այդ միջուկային զրագիրի շուրջ բայց դա Իրանի համար անընդունելի է եւ Իրանը հիմա խորհրդակցություն է կատարում երեք եվրոպական ուժերի հետ եւ այլ կողմերի հետ որ կարողանան կան ինչ որ համաձայնություն որ Իրանի համար ընդունելի լինի